Здравствуйте, уважаемые телезрители! В эфире программа «Марта Ф. Мартик» и я, Цветана Паскалева, снова с вами. Тема этого дня стара как мир, но, к сожалению, всегда актуальна – борьба за наследство. Моя приятельница едва не лишилась права наследования своего жилища после смерти отца. Проблема возникла из-за утерянного свидетельства о рождении советского образца, выданного в Азербайджане, откуда родом родители моей подруги. А завещание не было оставлено. На процедуру приема наследства отводится 6 месяцев. Восстановить утерянный документ в эти сроки было немыслимо. А в паспорте, как известно, графы о родителях нету. При отсутствии этого документа на наследство претендовали и остальные члены семьи. В итоге законной наследнице нотариус отвел лишь 1/8 часть квартиры, где она проживала. В этой истории все завершилось благополучно. Родня благородно отказалась от своей доли наследства в пользу моей приятельницы, потому что именно она жила с отцом и ухаживала за ним. Однако мы знаем о множестве конфликтных ситуаций, которые перерастают в настоящие войны. Всякий раз проблема предстает новой гранью. И на первый взгляд естественный вопрос наследования порой становится неразрешимой задачей. Отравляет жизнь человека, негативно влияет на его дальнейшую судьбу. Как сделать так, чтобы не потерять наследство и не остаться у разбитого корыта? Как не стать жертвой в войнах наследников, выясняла наш корреспондент Սոնա Աբրամյան. Արդեն մեր հույսը մենակ դիմենք ձեզ, գոնե ստե տեսնենք արդարություն կլինի, մի բան ցույց կտա մեր նոտարը, որ մենք համոզվենք, որ իրոք դա պապանա կտա կգրել։ Մայրու աղջկա համար դժոխքը սկսվեց անսպասելի կտակից, ընտանիքի հոր մահից հետո երբեմնի բարեկամությունը դարձավ միֆ, հիմա կինը, աղջիկն ու եղբորորդին անտեր մնացած տնից իրենց առյուծի բաժինն են պոկում, ժառանգների պատերազմը զինադադար չունի արդեն 7 տարի։ Սա իմ մաման է։ Ամեն ինչ խճճվեց այն ժամանակ, երբ ամուսնու մահից հետո տան լիիրավ տերն ու տնօրենը դառնալու փոխարեն տիկին Մայինան հայտնաբերեց, ամուսինը կտակ է թողել եւ իր ունեցածը եղբորորդուն փոխանցել։ Я прожила с ним 39 лет совместно, законным браком. И когда я услышала, что он умер, сразу я потеряла зрение. Оба глаза совершенно ослепли. Немножко пришла в сознание, пошла опять к нотариусу. А я зашла, у нее на столе лежало завещание. Один экземпляр, говорит, вот. Я говорю, это не его подписи. Սկսվեցին կասկածները, կին ամուսին երեխա հարաբերությունները հաշտ ու խաղաղ էին, հետևաբար կտակ կազմելն ու տուն ունեցվածքը եղբորորդուն փոխանցելը թվում էր ֆանտաստիկայի ժանրից։ Մոր խոսքով ճակատագրական հանդիպման օրը նոտարի սեղանին նույն կտակի 2 օրինակն է եղել։ Մեկում ամուսնու ձեռագիրն ու ստորագրությունը ակնհայտ կեղծած էր, մյուս օրինակը քիչ թե շատ ճշմարտանման։ Իրեն հենց ճշմարտանմանը տրվեց, կտակի կասկածելի օրինակը այլևս աչքին չերևաց։ Принимаю очередь к ней, очередь 2 часа, 3 часа. Я говорю, ну дайте мне этот экземпляр. Они берут меня за руку, и потом вот. Կեղծ է կտակը թե իրական գործի են դրել ձեռագրաբանական քննությունը, միայն թե քննությունն ապացուցել է, որ իսկական է կտակում նշված ստորագրությունը, մինչդեռ ձեռագրով գրված հատվածի մասին, որտեղ կտակարարը համաձայնում է կտակի բովանդակության հետ, ոչինչ ասված չէ։ Մայրու աղջկա համար նոր փորձաքննությունը անիրագործելի առաքելություն է։ Մեզ փորձաքննությունը մենակ անում են իր ստորագրությունը, իր ձեռագիրը չեն անում։ Եղել է անկետա բժշկական, որտեղ որ ներքևը գրված էր ամեն մի ստուգմանից հետո, ինքը գրում էր ես ստուգվեցի անվճար եւ ստորագրությունը դնում էր։ Մենք ուզեցինք իր ամբուլատոր քարտից այդ ձեռագիրը վերցնենք։ Տեսնում ենք, որ չկա, անհետացել է, դաժե այդ բժշկական քարտը կորել է։
Մարինայի վարկածով հենց հորեղբորորդու ձեռքի տակ են եղել հոր ձեռագիր փաստաթղթերը, նա էլ գուցե դրանք դիտավորյալ վերացրել է։ Կասկածները ապացուցելու կամ հերքելու համար մենք փորձեցինք կապվել հակառակ կողմի հետ, զանգերին ավետիսը չպատասխանեց։ Մարինան հորեղբորորդու պատասխանի իր տարբերակն ունի, իրենք հորը մենակ են թողել, նրա մասին եղբոր տղան է հոգ տարել, դրա համար էլ կտակի գլխավոր հերոսն է դարձել։ Հարևանը սակայն, որ ամիսներ շարունակ ընտանեկան դրամային կողքից է հետևել, չի հիշում, այդ երբ է եղել, որ մայր ու աղջիկ հորը անտեր են թողել։ Դուք հավատում եք, որ այն խոսքերին, որ իրանք հանել են, դուրս են թողել իրենց հորը։ Չէ, իրանց հարաբերությունները շատ լավ ա եղել իրանց ամուսնու հետ։ Ես այդքանը գիտեմ, եկե գիտեմ, որ այդ կինը շատ տառապել է, դրա համար ես 7 տարի արդեն։ Ժառանգների պատերազմը գուցե ավարտվեր այն փուլում, երբ փորձաքննությունը ստուգեր ոչ միայն ստորագրության, այլև կտակարարի ձեռագրի իսկությունը։ Հիմա նման փորձաքննություն անելու եւ պատմությանը վերջակետ դնելու համար անհրաժեշտ է միակ փաստաթուղթը, որ Մարինայի հայրը իր ձեռագրով է գրել, թոշակի դիմումը, որ պահվում է սոցապ նախարարության արխիվում։ Մեզ ցույց չեն տալի, մենք չենք տալի, գնացեք եւ Թալինից վերցրեք պատասխանը։ Այդքան մի բան։ Մաման շատ ծանր է։ Ես նրան չեմ կարող ամբողջ օր այսպես թողած մենակ գնամ հասնեմ Թալին։ Ինչպես սոցապ նախարարության արխիվից ստանալ դիմումն ու ձեռագրաբանական փորձաքննություն անել, Մարինայի գործը իրավաբանը Երևանում ուսումնասիրեց։ Սոցապ նախարարությանը պետք է դիմի ոչ թե Մարինան, այլ փաստաբանը։ Այդ դեպքում նախարարությունը օրենքը չխախտելով կտրամադրի անհրաժեշտ ինֆորմացիան։ Պատմության գլխավոր բաց թողումն էլ այն է, որ դատարանում մայր ու աղջիկ գրավոր պահանջել են ստորագրության փորձաքննություն, մինչդեռ ձեռագրի փորձաքննության մասին գրավոր պահանջ չի ներկայացվել։ Եթե դուք վիճարկեիք անուն ազգանունը, միգուցե այսօր դուք արդեն ոչ թե այստեղ նստած կլինեիք իրավաբանի մոտ, այլ այսօր կվայելեիք այն տունը, որը գտնում եք, որ հոգեպես դա ձերն է։ Պահանջել է մաման, ուղղակի ոչ դատարանում, ոչ քննիչը չեն տվել այն պատասխանը, ինչ որի մայրը Ես հասկանում եմ ձեզ, բայց չէ որ դուք դատարանում արդեն քննվել եք, դուք կարող էիք ասել։ Մենք հասկանում ենք, որ դա սխալ է, դա մամայի սխալն է, որ նա այն ժամանակ չէր տեսնում ոչ մի բան, նա փաստաթուղթ ունի, որ նա հիվանդ էր, նա չէր տեսնում։ Հիմա դատարանի վճիռը օրենքի ուժ է ստացել պայքարելու նորից դատարանի ուշադրությունը ձեռագրի իսկության վրա գրավելու համար անհրաժեշտ է փոխել հայցի հիմքը եւ առարկան։ Պիտի մի բան փոխեք, թե չէ նույն հիմքով դիմեք կտակը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բնականաբար դատարանները այսօր այնքան արդյունավետ են աշխատում, որ կտեսնեն, որ այդպիսի գործ քննվել է եւ կմերժի հայցադիմ ընդունումը։ Փոխեք ձեր իրավաբանին, ասեք, թող փոխի հայցի պահանջը եւ հիմքում շարադրված փաստական հանգամանքները։ Դատարանի համար ժառանգների պատերազմը էկզոտիկա չէ, բայց կարծիքի հետ թե համակարգը կաղում է, արդարադատություն իրականացնողները համաձայն չեն։ 2012-ին դատարան ներկայացված 30,000 գործից միայն մոտ 500-ն է ժառանգության իրավունքի վերաբերյալ եղել դատավոր Գևորգ Նարինյանի պրակտիկայում։ Սա սարսափեցնող թիվ չէ։ Սովորաբար նմանատիպ վեճերը առաջ են գալի միմիայն նեղ ընտանեկան շրջանակներում։ Մարդիկ դատարան են դիմում հուսահատության պայմաններում։ Դա լինում է այն դեպքում, երբ որ սպառված են բոլոր արտադատարանական ըստ էության ճանապարհները խնդրի լուծման։ Ինչու է ընտանիքում ծնված խնդիրը դատարանի դուռը հասնում, մեծ հաշվով իրավագիտակցությունն է կաղում։ Մարդիկ դիմում են դատարան, որովհետև տուժել են։ Դատարանում պարզվում է, որ տուժել են իրենց իրավունքները չիմանալու պատճառով։ Նոտարն անսխալ չի գործում, բայց բոլոր խնդիրների մեղավորը նա չէ, քարե դարում էլ չենք ապրում, իրավունք իմացողն ու պահանջողը նոտարին սայթաքելու հնարավորություն չի թողնի, բանաձևը պարզ է, օրենքը գործում է նրանց համար, ովքեր այն գիտեն։ Պետք է յուրաքանչյուր քաղաքացի իրավագիտակցությունը բարձր լինի, իրավունքի ոլորտի տիրապետի, ինքը պետք է տեղյակ լինի օրենքներին, որ 6 ամսվա ընթացքում պետք է ժառանգությունը ընդունվի։ Կտակը երբ է բացվում, ինչ կանոնների պահպանբամբ է կտակարարը, պետք կտակարարը կտակը կազմի։ Այդ ամբողջի իմացությունը չի բերի դատական վեճերին։
Դատարան հասած վեճ ու կռիվներից քչերն են հեղափոխական ավարտ ունենում։ Իրականություն է, թե հրապարակվող ճշմարտություն, բայց կտակներում հայտնաբերված կեղծիքները մեծ թիվ չեն կազմում։ Այնուամենայնիվ, եթե ունեք կասկած, որ կտակը կեղծ է, առաջին քայլը դատարանի ուղղությամբ պետք է արվի։ Եթե անձը գտնում է, որ իր ծնողի կամ ժառանգի կողմից կատարված կտակը կեղծ է, ոչ իրական կամ այն չի ստորագրվել իր կողմից, կարող է դատական կարգով վիճարկել այն, միջնորդել դատարանին, որպեսզի այն նոտարական տարածքի նոտարում, որտեղ կատարվել է կտակը, ամբողջ գործը բերվի դատարան։ Կտակը վիճարկելուց ու կտակի իսկությանը կասկածելուց առաջ պետք է հիշել, եթե դատարանը արդեն մեկ անգամ վճիռ է կայացրել ի օգուտ հակառակ կողմի եւ այն օրինական ուժ է ստացել, պայքարելը գրեթե անիմաստ է։ Օրինական ուժ է ստանում համապատասխան ընդհանուր իրավասության առաջացան դատարանի կողմից այն հրապարակելուց 1 ամիս հետո, որը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով, վերաքննության դատարանի որոշումը կրկին անգամ 1 ամիս հետո կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանի, քաղաքացիական եւ վարչական պալատին, որի որոշումը վերջնական է։ Կտակի ձեռագրի իսկությունը ստուգող հրաշագործները այստեղ են, փորձաքննության ազգային բյուրոյում, որպեսզի դատարանը փորձաքննության արդյունքները հաշվի առնի, ավելի ճիշտ է բյուրո դիմել հենց դատարանի որոշմամբ։ Փորձաքննություն եւ բարեխիղճ փաստաբան, այդ դեպքում կտակի անվավերությունը ստուգված համարեք։ Դե յուրե ամեն ինչ պարզ է, դե ֆակտո համակարգը երբեմն այնքան է խճճվում ու դռնեդուր գցում, որ գլուխ հանելը տարիների գործ է դառնում։ Вывод, который можно сделать из этой ситуации, очевиден. Законы надо знать. По сути, они призваны защищать наши интересы. Мы стали очевидцами того, как беспомощен не разбирающийся в законах человек перед лицом серьезных правовых проблем. Даже уверенный в своей правоте наследник, сталкиваясь с ними, зачастую бывает растерян и не видит выхода из сложившейся ситуации. В нашей истории исход поединка за наследство может решить и то, как воспользуются советами специалистов мать и дочь. Այս ձեռագիրը, որ գրված է ռուսերեն, մի որոշ չափով նման է պապայի ձեռագրին եւ ստորագրությանը։ Իսկ այս ինչ որ գրվում է այստեղ, սա պապայի ձեռագիրը չի։ Հետո, եթե սա ստորագրում է Պետրոսյան Վարդգես Ավետիսը, ինչու ստե թարգմանությունը չկա։ Կենտրոն նոտարական տարածքում ու տեսախցիկի առջև Մարինայի հարցերը անպատասխան չթողեցին։ Կտակարարը ստորագրել է այնպես, ինչպես անձնագրում, այս դեպքում ռուսերեն ստորագրությունը թույլատրելի է։ Իսկ խնդիրը, որ նոտարը Մարինային ընդունել չի ցանկանում, կտակի երկրորդ օրինակը ցույց չի տալիս ու հարցերին չի պատասխանում, կենտրոնի նոտարը առաջարկում է լուծել պարզ ճանապարհով։ Եթե դուք ունեք լիազորագիր, այո, իհարկե լիազորագրով կարող եք դիմել ցանկացած մարմին եւ ցանկացած փաստաթուղթ պահանջել։ Քարտուղարները վերցնում են, այսինքն շպրտում են մամային, դաժե մոտիկ չեն թողնում, որ նա մոտիկ գա իրա դռան։ Ես ճիշտն ասած չեմ պատկերացնում, որ նման վերաբերմունք կարելի է ցուցաբերել նոտարական գրասենյակում, բայց այնուամենայնիվ ճիշտ կլիներ, որ դուք հենց այդ գրասենյակ դիմեիք։ Ժառանգների պատերազմում մեղավորներ փնտրելիս բոլոր ճանապարհները տանում են նոտարական գրասենյակ։ Սահմանադրական դատարանից դաշտի ճիշտն ու սխալը քննող Գրիգորի Վահանյանը մեղավորությունը նոտարիատի մասին օրենքին է վերագրում։ Մասնավորապես օրենքի 67-րդ հոդվածն ասում է. նոտարը հաստատում է անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը։ Սպիտակ թղթի վրա դուք ձեր ստորագրությունը դրեցիք, հետագայում այս փաստաթուղթը ինչ որ երրորդ անձի միջոցով, ցանկությամբ եւ այլը կարող է ինչ որ բովանդակություն ավելացվի, բայց փորձաքննության ժամանակ պետք է այստեղ արձանագրեմ, որևէ փորձագետ ձեզ չի կարող ասի, նա ստորագրել է քաղաքացին բովանդակությունից հետո, թե առաջ։ Իսկ կտակի բովանդակությունը փոփոխելը Գրիգորի Վահանյանի համար նոտարի ճարպկության հարց է։ Մանավանդ հիմա կտակների բովանդակությունը գրվում է ոչ թե ձեռագիր, ինչը հնարավոր կլինի հետագայում փորձաքննել, այլ համակարգչով։ Տվյալ պարագայում, որպես պրակտիկա, իհարկե օրենքով դա պահանջվող պայման չէ, բայց այնուամենայնիվ նոտարական գրասենյակներում ընդունված պրակտիկա է, որ գոնե նոտարի մոտ պահվող օրինակում բացի ստորագրությունից քաղաքացին նաև
իր ձեռքով գրում է իր անուն ազգանունը, ավելին կտակի դեպքում գրում է թե ում է կտակում եւ որ գույքը, իսկ այլ գործարքների դեպքում թե ինչ գործողության համար է տրված տվյալ փաստաթուղթը։ Համակարգի երկրորդ թույլ օղակը կտակ կազմելու մեխանիզմն է։ Մարդիկ, ովքեր անկարող են իրենց ձեռքով կտակ ստորագրել, վերջին կամքը վկաների ներկայությամբ են շարադրում։ Այս կանոնակարգը մեծացնում է ռիսկերը, որ ինչ-որ մեկը ծանոթ երկու վկաների օգնությամբ ինչ-որ մյուս անձի ժառանգությանը կտիրանա։ Սոնյա Մաղաքյանը ինքը վկա է եղել ու այսպես եզրակացրել։ Ցանկացած մարդ կարող է գտնել կյանքում երկու իրեն հավատարիմ անձինք, որոնք կգան վկայություն կտան։ Անցնում են ենթադրենք տարիներ։ Շատ հնարավոր է ես էլ կենթանի չեմ, որ իմ ձեռագրա նմուշը կամ ստորագրության նմուշը վերցնեն։ Կարելի է հանգիստ դնել իմ ստորագրությունն էլ ձեռագիրն էլ կեղծելով, կազմել նոր կտակ նույն թղթի վրա, որով ենթադրենք մարդը կտակել է, ընդամենը ենթադրենք ավտոտնակ, կդառնա պալատ։ Նոտարը չի էլ բացառում, որ վկաների ով լինելը ստուգել չի լինում, բայց սա կեղծիքի առիթ չի տալիս։ Կտակը ստորագրելուց առաջ զրուցում են դեմ առ դեմ ու առանց վկաների։ Եթե գործարք ստորագրող անձը մեծահասակ է, նրա հետ առանձին զրույց է տարվում նոտարի կողմից։ Եվ լինում են դեպքեր, այո, որ շատ ժամանակ ժառանգների ներկայությամբ նոտարին այլ պատասխան է տրվում, բայց երբ որ նա մենակ է գտնվում նոտարի հետ, բնականաբար պարզաբանում է այն, ինչը որ իրականում կա։ Երբ որ նոտարը իրական կամքը բացահայտում է, չի վավերացնում տվյալ կտակը եւ ուրեմն այլ գործողություն է իրականացնում։ Սա այն դեպքում, երբ նոտարը բարեխիղճ է, Գրիգորի Վահանյանը այս բարեխղճության վրա հույս դնել չի ուզում։ Կտակ կազմելու եւ կտակը բացելու գործընթացը պարզ ու թափանցիկ դարձնելու միակ ճանապարհը այդ ճանապարհից նոտարի գործոնը վերացնելն է։ Ինչպես աշխարհի շատ երկրներ, Հայաստանն էլ կարող է ստեղծել կտակների էլեկտրոնային շտեմարան։ Կտակը կազմվում է, կնքվում եւ անմիջապես հայտնվում ընդհանուր շտեմարանում։ Մահից հետո պոտենցիալ ժառանգները համակարգչի 1-2 հպումով պարզում են իրենց անունով կա կտակ, թե ոչ։ Դուք գնում եք նոտարական գրասենյակ, ցանկացած, խնդրում եք ունեք մահվան վկայական անձին, խնդրում եք ճշտել այս մարդը թողել է ձեր անունով կտակ, թե ոչ, փոփոխել է ձեր անունով կտակը, թե ոչ, այսինքն դուք որևէ խնդիր չունեք, նույնիսկ կարելի է առանց նոտարի դիմելու համակարգչային ցանցի միջոցով, ինտերնետ ցանցի միջոցով այդ տեղեկությունը ստանալ։ Այսպես պետք չէ նստել եւ սպասել, թե երբ կինֆորմացվես ժառանգես, թե ոչ։ Չես կասկածի, որ քեզնից ինֆորմացիան թաքուն են պահել։ Ի վերջո շտեմարանը միասնական կլինի եւ հնարավորություն կտա ժառանգության գոյության մասին իմանալ, եթե նույնիսկ այն սարերից ու ծովերից այն կողմ է։ Էլեկտրոնային շտեմարանի տարբերակը արդեն հայ իրականության մեջ դրական արձագանք է ստացել ու գուցե 2014-ին արդեն իրականություն դառնա։ Մինչ այդ ժառանգների պատերազմը կանխելու համար նվազագույն կանոններն է պետք պահել։ То, что закон несовершенен, понятно всем, и специалисты это подтверждают. Лазеек для всевозможных махинаций множество. Можно привлечь псевдосвидетелей при составлении завещания, подделать подпись и даже при наличии своего нотариуса впечатать любой текст в уже готовое завещание. Не факт, что электронная система, на которую многие надеются, решит все проблемы в одночасье. Пока же все работают по старинке, и, конечно, многое в подобных ситуациях зависит от добросовестности и порядочности юристов, от представителей нотариальной конторы. Արտասահմանում նույնիսկ երիտասարդները որոշում են իրենց ունեցածի ապագա տերերին։ Հեռանալուց հետո ժառանգներիդ մեջ կռիվ չգցելու համար ռոմանտիկայի գիրկը ընկնել պետք չէ, պետք է ռեալ դատել։ Ինչ կլինի, եթե կտակ չլինի, հստակ է։ Առաջի հերթի ժառանգները ամուսինները, երեխաները, ծնողներն են։ Դրանից հետո արդեն այլ հերթի ժառանգներ կան։ Մենք էլ երեխեքին պետք է նորմալ դասիրակել, որ եթե կտակ չլինի, ժառանգները նորմալ գույքը բաժանեն իրար հետ, իրար նկատմամբ առանց ոտնձգությունների։ Եթե կա կտակ, ապա անկախ դրա բովանդակությունից պարտադիր ժառանգները ունեն իրենց բաժինը, իսկ պարտադիր ժառանգներ համարվում են անչափահասները, անգործունակներն ու 60-նալ ժառանգները։
Ինչ վերաբերում է նվիրատվությանը, ապա պետք է հիշել, այն կտակի այլընտրանք չէ։ Կտակի դեպքում իրավունքը փոխանցվում է միայն մահից հետո, մինչդեռ նվիրատվության դեպքում իրավունքներից հրաժարվում են կյանքի օրոք։ Ամեն հիվանդություն իր դերն ունի, կոնկրետ իր դերը իր ռեցեպտով։ Կտակը հենց նրա համար է, որ իրավունքները մյուսների համար առաջանան մահվանից հետո, նվիրատվությունը բոլորովին այլ երևույթ է, նվեր։ Իսկ ով է երաշխավորում, որ նվեր ստացողը նվերտվողին չի վտարի այդ տնից կյանքի օրոք։ Նրա հեռանալուց հետո աղջիկը հոր մահը սգալու ժամանակ չունեցավ, տան կռիվ էր տալիս մի քանի $1000 համար ու դրա պատճառով կինը ընդմիշտ կանվեց անկողնուն ու այդպես էլ հանգիստ ծերանալու ժամանակը չգտավ։ Я не знаю, уже иной раз и жить не хочется. Ну надо, мам, надо, уже все. Уже не хочется ничего. Անսպասելի կտակից կամ անցանկալի ժառանգներից ոչ ոք ապահովագրված չէ։ Ճիշտն ու սխալը որոշելիս փաստերով չապացուցելու եւ ռոմանտիզմով ենթադրություն անելու հայկական սինդրոմից պետք է ազատվել։ Չխաբվելու, պաշտպանվելու բանաձևը հետեւյալն է. փաստերը սրբազան են, ենթադրությունները բեկվող։ Войны наследников зачастую провоцируют сами завещатели, которые не оставляют после себя четкого завещания или дарственной. И вопрос наследства нередко решаются в ходе войн наследников. Не пренебрегайте советами юристов. Они всегда подскажут, как, опираясь на закон, добиться справедливости. Бережно относитесь к документам. Будьте внимательны при их составлении и непременно знакомьтесь с текстом перед тем, как поставить свою подпись. Не осложняйте жизнь ваших наследников. Пишите завещание или оформляйте дарственную вовремя и грамотно. Это оградит ваших близких от скандального передела наследства и проблем с законом. Встретимся через неделю. С вами была ваша Цветана.